Նկարուհի Սոնա Եսայանը, ով հայտնի է իր ակտիվությամբ ինստագրամյան հարթակում, շարունակում է մնալ իր հետևորդների ուշադրության կենտրոնում։ Սոնան հաճախ է կիսվում բարային և հումորային հոլովակներով, որոնցում հաճախ հայտնվում է նաև նրա ամուսինը, հումորիստ և ստենդափեր Գրիգ Գևորգյանը։ Երեկ տեղի է ունեցել Սոնա Եսայանի եղբոր որդու մկրտության արարողությունն ու 1 տարեկանի ծննդյան տոնը։ Զույգը իհարկե ներկա է եղել փոքրիկի կարևոր օրվան, որն անցել է ջերմ ու ընտանեկան մթնոլորտում։ Մկրտության արարողության ժամանակ Սոնա Եսայանը աչքի է ընկել իր նուրբ և էլեգանտ տեսքով։ Նա ընտրել է ճերմակ զգեստ, որից հետո արդեն ռեստորանում այն փոխարինել սրճագույն, բաց մեջքով հագուստով, որը շեշտում էր նրա կանացի ու նրբագեղ կերպարը։ Սոնան և Գրիգը վայելել են օրը ընտանիքի անդամների և մտերիմների շրջապատում։ Ուրախ պարեր և իհարկե բարձր տրամադրություն։ Star News-ը սիրով առանձնացրել է հոլովակներ, որոնք առաջարկում ենք դիտել առանց մեկնաբանության։ Անձնական վարորդը շատ ցիվիլ անձնավորություն, այսօր ինձ շատ լավ տեղ է տանում։ Քուրիկ ջան, մե խոտետ խերոխոսամ պոասաս տես թոջանեմ թե ձաղվե, դարել ես խերոխոսի Ոնց նոր սիրահարված եմ, որ տուն են գալի։ Պատմանին։ Ապրես, ինչ ռոմանտիկ է։ Դե չեմ կարական, բաղոց։ Արի։ Դες կարաս տանես։ Արի։ Դրնով արի, պատանով չգալ։ Պատանով է։ Պապան տունն է։ Վայ։ Վայ։ Մարդուն եմ դες նման ամուսիններ։ Ամուսիններ, Գայս եմ պաչրեմ։ դոր պաչիցի ես քեզ։ Իմ ուզած դուխին, գրիգ, ես լավն է։
Սիրելի ընկերներ, շնորհավորում ենք ձեզ ուսուցչի տոնի առթիվ։ Մենք շատ ենք շնորհակալ, որ դուք եք մեր պարուսույցը, որ սովորեցնում եք մեզ ոչ միայն ճիշտ շարժվել, այլ նաև չշփոթվել, երբ երաժշտությունը արագանում է, չհանձնվել եւ այն հնչում է արդեն 7-րդ անգամ։ Ձեր շնորհիվ մենք սովորել ենք ոչ միայն գեղեցիկ ապրել, այլ նաև թիմով աշխատել, համբերություն ու լավ տրամադրություն ունենալ։ Երբեմն մենք շփոթվում ենք, երբեմն մոռանում հաջորդ քայլը, բայց դուք միշտ ժպտում եք ու ասում եք՝ եկեք մի անգամ էլ փորձենք։ Ինչով սովորեցնում եք մեզ լինել համար եւ սովորել մեր սխալների վրա։ Շնորհակալ ենք ձեզ համբերության, սրտաբաց վերաբերմունքի ու այն էներգիայի համար, որը նույնիսկ ամենահոգնած օրը ուրախ է դարձնում։ Օքիդեն ստուդիոն մեր լավ տրամադրության վայրն է, կարծես շոկ եղանակին անձրևը։ Վաու! Մեր պարապմունքները երբեմն լինում են հասարակագիտության դասեր։ Երբեմն անգլերենի, չմոռանանք music բառը, դուք կարողանում եք մեզ ծիծաղեցնել, ոգևորել ու նորից փորձել, եթե նույնիսկ շատ հոգնած ենք։ Դա երևի ձեր գաղտնի տաղանդն է։ Ընկերսոնա, մենք ձեզ ահավոր շատ ենք սիրում ու շնորհակալ ենք, որ մեր պարուսույցը ոչ միայն ամենատաղանդավորն է, այլ նաև դրական մարդ ու իհարկե, որ մեր բեմադրությունների համար ամենալավ ու թրենդային երգերը դուք եք ընտրում։ Մաղթում ենք, որ ձեր կյանքում միշտ մի լավ երաժշտություն, ուրախ բարեր ու շատ բրավոներ։ Շատ եմ սիրում։ Ես էլ ուրախ եմ, որ ես ձեր նման սաներ ունեմ։ Ես ձեզ առաջին անգամ չի, որ պետք է ասեմ, դուք ինձ միշտ ոգևորում եք։ Երևի մի շաբաթ կամ 10 օր առաջ էր, որ ասում էի, թե ինչքան եմ սիրում, երբ որ դուք եք ինձ մոտիվացիա տալիս։ Ես արդեն հասկացա, որ ես ձեզ մոտիվացնում եմ, գիտեի, ասել եք շատ, բայց կարևորագույններից, որ դուք եք ինձ մոտիվացնում։ Դուք ինձ մոտիվացնում եք, դրա համար ես մոտիվացիա եմ ունենում, որ ձեր հետ կարողանամ աշխատեմ։ Ու այն ինչ որ գրված էր այս նամակում, այս ուղղակի ես սենց չեմ դարել, դուք եք ինձ սենսը դարձրել։ Ձեր սիրունությամբ, ձեր լինելով ու ձեր աշխատասիրությամբ։ Այս ուղղակի չի, որ ես այսպես եմ։ Ես ձեզ բոլորից շատ սիրում եմ, շատ, գնահատում եմ ձեր ուշադրությունը ու շատ երջանիկ եմ, որ ունեմ ձեր նման ուշադիր, այսքան տաղանդավոր ու աշխատասեր սաներ։ Ապրեք, ու երբ որ գալիս եմ ստուդիա, իմ բոլոր պրոբլեմները թողնում եմ այն դռնից դուրս ու գալիս եմ, որ ձեր հետ բացի են, որ սովորենք, համեն լավ ժամանակ անցկացնենք, որովհետև ձեր հետ միշտ հետաքրքիր է։ Մենք փորձենք վերցնենք։ Չեք կամերա։ 101 հատա։ 101 վարդ, հա։ Վաու! Ֆոտո անեմ։